72-ամյա մի կին ապրում է իր որդու տանը, որը հազվադեպ է ներկայանում աշխատանքի պատճառով։ Չնայած այն բոլոր զոհաբերություններին, որոնք նա արել էր որդու համար նրա երիտասարդության տարիներին, այժմ կինը բախվում է հարսի անտարբերությանը վատ վերաբերմունքին։ Օրերը անցնում են, տարեց մայրը լուռ պայքարում է, հուսալով, որ որդին Էքրոնիը կբացահայտի իր տառապանքի ճշմարտությունը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում, մենք շարունակում ենք։ Խոստանում եմ, որ սա կլինի լավագույն պատմությունը, որ երբեք կլսեք ձեր կյանքում։ Օրը դանդաղորեն բացվում էր Երանի կենտրոն թաղամասում։ Արի առաջին ճառագայթները ներթափանցում էին 10-րդ հարկի բնակարանի վարագույրներից, բայց 72-ամյա տիկին Ելենայի համար առավոտը միշտ նույն կերպ էր սկսվում։ Խոհանոցի մարմարյա հատակի ցուրտը դիպչում էր նրա փխրուն ոտքերին, մինչ նա նստած էր այնտեղ, անկյունում, դիտելով սալիկի վրա թողնված ափսե։ Ուտելիքը հին էր, փափուկ բրինձը խառնված թթու լոբու հետ չորացած հավի կտոր, որն ավելի շատ ռետին էր հիշեցնում։ Թթու հոտը ներթափանցում էր նրա քթանցքները ստամոքսը խառնելով, բայց նա գիտեր, որ այդ առավոտ նա միայն դա ուներ ուտելու։ Ելենան շուրջը նայեց լայն ու ժամանակակից խոհանոցին, փայլուն կենցաղային տեխնիկայով ճաշասեղանով, որը երբեք իրեն չէր ընդունում։ Այնտեղ ամեն ինչ գեղեցիկ էր, անթերի, բայց ոչինչ իր համար չէր։ Նրա ներկայությունն ա։ Իր տարածքում անհարմարություն էր թվում, մի ստվեր, որը չպետք է այնտեղ լիներ։ Դողացող ձեռքերով նա վերցրեց պատառաքաղը, փորձեց մի փոքր այդ ուտելիքից բերանը տանել։ Թթու համը պայթեց նրա լեզվի վրա, նա զգաց, թե ինչպես են սրտխառնոցները բարձրանում կոկորդով։ Դժվարությամբ կուլ տվեց, աչքերը լցված, բայց չհամարձակվեց բողոքել։ Բողոքելը նշանակում էր խնդիրներ առաջացնել, նա չէր ուզում ավելի մեծ բեռ լինել, քան արդեն զգում էր իրեն։ Խոհանոցի դուռը չոր ձայնով բացվեց, Մարինեն մտավ իր սպիտակ մետաքսյա խալաթով, մազերը կատարելապես հարդարված նույնիսկ առավոտյան այդ ժամին։ Նա արհամարհական հայացք նետեց Ելենայի վրա, շրթունքները ծռվեցին սարկաստիկ ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Մարինեն գեղեցիկ էր, բոլորն էին այդպես ասում։ Բարձրահասակ, էլեգանտ, այնպիսի տեսքով, ով գիտեր, թե ինչ էր ուզում ինչպես հասնել դրան։ 35 տարեկանում նա այն ամենն էր, ինչ սպասվում էր հաջողակ կնոջից։ Նրա ամուսինը Ռուբենը հարգված փաստաբան էր, ով աշխատում էր Երանի ամենամեծ գրասենյակներից մեկում, նա հպարտանում էր ասելով, որ կատարյա կյանք է ստեղծել։ Բայց Ելենայի համար Մարինեն լուռ մղձավանջի մարմնացումն էր։ Արդեն վերջացրել ես այս աղբը։ Մարինեի ձայնը կտրեց լռությունը սայրի պես։ Ելենան կուլ տվեց, փորձելով չցույց տալ, թե որքան էին այդ բառերը ցավեցնում իրեն։ Նա թեթակի գլխով արեց, աչքերը իջեցնելով գրեթե անձեռնմխելի ափսեի վրա։ Մարինեն կարճ ու ծաղրական ծիծաղեց։ Իհարկե ոչ։ Դու այնքան պահանջկոտ ես, այնքան քմահաճ։ Պետք է շնորհակալ լինես, որ տանիք ունես գլխիդ ուտելիք, նույնիսկ եթե մնացորդներ են։ Շատ մարդիկ նույնիսկ դա չունեն։ Ելենան սեղմեց շրթունքները, զգալով, թե ինչպես են արցունքները այրում աչքերում, բայց թույլ չտվեց, որ դրանք թափվեն։ Մարինեի առաջ լացելը նշանակում էր նրան ավելի շատ զինամթերք տալ, ավելի շատ պատճառներ իրեն նվաստացնելու համար։ Այսպիսով նա լուռ մնաց, ինչպես միշտ անում էր, թույլ տալով, որ դաժան խոսքերը արձագանքեն արդեն այնքան վիրավորված հոգու դատարկության մեջ։ Մարինեն բացեց սառնարանը, սկսեց Ռուբենի նախաճաշը պատրաստել։ Ճշգրտորեն կտրատված թարմ մրգեր, տաք ֆրանսիական հաց, որը հասցվել էր րոպեներ առաջ։ Թարմ քամված բնական նարնջի հյութ, խաշած ձու պանրով խոզապուխտով։ Այդ կերակուրի Ելենայի փչացած ուտելիքի ափսեի միջ հակադրությունը ցնցող էր, բայց նրանցից բացի ոչ ոք չէր նկատում։ Երբ վերջացնես ուտելը, լվա ամանները մաքրիր հյուրասենյակը։ Աղախինը միայն վաղն է գալիս, ես նրա աշխատանքը չեմ անի։ Մարինեն ասաց, առանց Ելենային նայելու, զբաղված լինելով ամուսնու նախաճաշի սկուտեղը դասավորելով։ Ելենան կրծքի մեջ ցավ զգաց։ Նրա ծնկները անընդհատ ցավում էին, ողնաշարը բողոքում էր ամեն շարժումից, բայց նա գիտեր, որ բողոքելն անօգուտ է։ Մարինեն միշտ մի միջոց էր գտնում, իրավիճակը շրջելու, նրան ծույլ կամ անշնորհակալ թվալու համար։ Այո, Մարինե։ Ելենայի ձայնը ցածր դուրս եկավ, գրեթե շշուկով։ Մարինեն վերջապես շրջվեց, նրան նայելու, աչքերը փայլում էին սառը դաժանությամբ։ Եվ լողացիր, լավ։ Դու սարսափելի ես հոտում։ Չեմ ուզում, որ Ռուբենը տուն գա այս ձեր հոտը։
Բառերը դաշույնի հարվածների պես էին, յուրաքանչյուրը թողնելով անտեսանելի, բայց խորը հետք։ Ելենան նորից գլխով արեց, դժվարությամբ բարձրանալով ցուրտ հա. Տակից։ Նրա ոտքերը դողում էին ոչ միայն ֆիզիկական ջանքերից, այլ ամեն օր կրած հուզական բեռից։ Նա վերցրեց աբսենտ արավ լվացարան, սկսելով ամանները լվանալ, մինչ Մարինեն դուրս էր գալիս խոհանոցից կատարելապես դասավորված սկուտեղով, տանելով նախաճաշը այն սենյակ, որտեղ Ռուբենը դեռ քնած էր։ Ելենան դուրս նայեց խոհանոցի պատուհանից, դիտելով դրսի կյանքը։ Մարդիկ շտապում էին մայթով, մեքենաները ազդանշան էին տալիս առավոտյան խցանումների մեջ, աշխարհը պտտվում էր, ինչպես միշտ պտտվել էր։ Բայց նրա համար ամեն ինչ կարծես կանգ էր առել ժամանակի մեջ։ Նա հիշեց, թե ինչպես էր երիտասարդ, ուժեղ, երազանքներով լի։ Հիշեց, թե ինչպես էր անխոնջ աշխատում, Ռուբենին այն ամենը տալու համար, ինչ նրան պետք էր։ Նա հարանուհիների համար հագուստ էր լվանում, շուկայում կարկանդակներ էր վաճառում, ուրիշների տներում մաքրություն էր անում։ Ամեն ինչ նրա համար, որ իր որդին կարողանա սովորել, որ հնարավորություններ ունենա, որոնք ինքը երբեք չուներ։ Ռուբենը նրա ամբողջ կյանքն էր։ Նրա միակ որդին, կարճատ ամուսնության պտուղը մի մարդու հետ, ով նրան թողել էր, երբ տղան ընդամենը 3 տարեկան էր։ Նա Ռուբենին միայնակ էր մեծացրել, սիրով, նվիրումով, զոհաբերությամբ։ Նա խելացի էր, ջանասեր, Ելենան միշտ գիտեր, որ նա հեռու կգնա։ Եվ գնաց։ Ավարտեց իրավաբանականը, հիանալի աշխատանք գտավ, ամուսնացավ գեղեցիկ կնոջ հետ։ Ելենան պետք է հպարտ լիներ, հպարտ էր։ Բայց այդ հպարտությանը ուղեկցում էր մի ցավ, որը նա չէր կարողանում արտահայտել բառերով։ Երբ Ռուբենը 5 տարի առաջ ամուսնացավ Մարինեի հետ, Ելենան դեռ ապրում էր իր պարզ տնակում, Արվարձանում։ Այն փոքր էր, համեստ, բայց իրենն էր։ Այնտեղ նա ուներ իր գաղտնիությունը, իր իրերը, իր հիշողությունները։ Բայց տարիների ընթացքում առողջությունը սկսեց թուլանալ։ Բարձր ճնշումը, հոդերի ցավերը, տեսողությունը, որն այլս նույնը չէր։ Ռուբենը պնդեց, որ նա իրենց հետ ապրի։ Ասում էր, որ իրեն խնամելու, իրեն մոտ պահելու, որ միայնակ չմնա։ Ելենան սկզբում դիմադրեց, բայց վերջում զիջեց։ Ի վերջո, նա իր որդին էր, նա ուզում էր մոտ լինել նրան։ Սկզբում Մարինեն իրեն օգտակար, նույնիսկ համակրելի էր դրսորում։ Օգնում էր Ելենային իրերի հետ, ոսում էր, ժպտում։ Բայց հենց որ առօրյան հաստատվեց, ամեն ինչ փոխվեց։ Ռուբենն ամբողջ օրը գրասենյակում էր անցկացնում, հաճախ տուն էր գալիս ուշ գիշերով։ Հանգստյան օրերին կային գործնական ընթրիքներ, սոցիալական միջոցառումներ, պարտավորություններ, որոնք չէին կարող հետաձգվել։ Եվ Ելենան մնում էր միայնակ Մարինեի հետ։ Այդ ժամանակ էր, որ իր հարսի իսկական դեմքը սկսեց երալ։ Սկզբում փոքր բաներ էին։ Թթու մեկնաբանություններ Ելենայի խոսելու ձի մասին, գավառական շեշտադրումով։ Կատակներ նրա պարզ հագուստի, նրա համեստ ճաշակների մասին։ Հետո եկան հրամանները։ Արա սա, մաքրիր դա, մի դիպչիր դրան։ Ելենան փորձեց հասկանալ, ի վերջո Մարինեն տանտիրուհին էր, իրավունք ուներ իրերը իր ձով ուզելու։ Բայց շուտով մեկնաբանություններն ու հրամանները վերածվեցին շատ ավելի վատ բանի։ Ուտելիքը, որ Ելենան ստանում էր, միշտ մնացորդներ էին, հաճախ փչացած էր լինում։ Նրա սենյակը, որն արդեն բնակարանի ամենափոքրն էր, ավելի շատ պահեստ էր հիշեցնում։ Մարինեն նրան վերաբերվում էր որպես աղախնի, բայց ավելի վատ, որպես մեկի, ով նույնիսկ հիմնական հարգանք ի արժանի չէր։ Եվ Ելենան ամեն ինչ համբերում էր լռությամբ, որովհետև Ռուբենը երջանիկ էր։ Նա սիրում էր Մարինեին, վստահում էր նրան, Ելենան չէր ուզում իր որդու ամուսնության մեջ խնդիրների պատճառ լինել։ Նա արդեն այնքան էր զոհաբերել նրա համար, էլ ինչ էին մի քանի զոհաբերություններ։ Եթե նա բողոքեր, եթե ճշմարտությունն ասեր, Ռուբենը կարող էր չհավատալ իրեն։ Կամ ավելի վատ, կարող էր հավատալ, նրանց ամուսնությունը կքանդվեր։ Ելենան չէր կարողանա ապրել այդ մեղքի զգացումով։ Այսպիսով, նա ընտրեց լռությունը։ Մի լռություն, որը ներսից էր սպառում իրեն, որը ստիպում էր թաքուն լացել իր նեղ սենյակում, որը ստիպում էր կասկածել, թե արդյոք արժեր այդքան տառապանքը։ Բայց ամեն անգամ, երբ նա նայում էր Ռուբենին, ամեն անգամ, երբ տեսնում էր նրա ժպիտը, նա համոզվում էր, որ այո, արժեր։ Իր որդին արժանի էր երջանիկ լինել, նույնիսկ եթե նրա երջանկությունը արժեր իր սեփականը։ Ելենան վերջացրեց ամանները լվանալը, սկսեց հյուրասենյակը մաքրել։
Ամեն շարժում ջանք էր, նրա մեջքը բողոքում էր, ծնկները կարծես պատրաստ էին տեղի տալ։ Բայց նա շար ունակեց, որովհետև դա նրա իրականությունն էր հիմա։ Երբ վերջապես վերջացրեց, նա քարշ տվեց իրեն դեպի լոգարան, լոգանք ընդունելու, որը Մարինեն հրամայել էր։ Տաք ջուրը կարճատ թեթացում բերեց նրա ցավող մկաններին, բայց չկարողացավ լվանալ ներսի ցավը։ Լոգանքից հետո Ելենան գնաց իր փոքրիկ սենյակը։ Դա մի փոքրիկ տարածք էր, մեկտեղանոց մահճակալով, հին զգեստապահարանով, որը նա բերել էր իր հին տնից, մահճակալի կողքի փոքրիկ սեղանով, որտեղ պահում էր իր մի քանի թանկարժեք իրերը։ Դրանց մեջ էր Ռուբենի մանկության լուսանկարը, շրջանակի մեջ։ Նա մոտ 6 տարեկան էր լուսանկարում, դեմքին մեծ ժպիտ, ձեռքին պաղպաղակ, որը նա գնել էր 1 շաբաթվա աշխատանքի գումարով։ Դա Ելենայի ամենասիրելի հիշողություններից էր, մի ժամանակի պատկեր, երբ ամեն ինչ ավելի պարզ էր, երբ միայն ինքն ու իր տղան էին աշխարհի դեմ։ Ելենան վերցրեց լուսանկարը, սեղմեց կրծքին, վերջապես թույլ տալով իրեն լացել։ Արցունքները լուր հոսում էին նրա կնճռոտ դեմքով, իրենց հետ տանելով ամբողջ ցավը, ամբողջ նվաստացումը, ամբողջ հուսահատությունը, որը նա չէր կարողանում արտահայ տել։ Նա իրեն հարցրեց, ոչ առաջին անգամ, թե ինչպես էր հասել մինչ այստեղ։ Ինչպես էր այն կինը, ով միայնակ էր մեծացրել որդուն, ով աշխատել էր մինչ ոսկորները, ով ամեն ինչ տվել էր իրենից, դարձել բանտարկյալ իր սեփական որդու տանը։ Բայց նույնիսկ ցավի մեջ Ելենան չէր կարողանում զայրույթ զգալ Ռուբենի հանդեպ։ Նա ոչինչ չգիտեր։ Մարինեն չափազանց հմուտ էր, չափազանց խորամանկ։ Ամեն անգամ, երբ Ռուբենը ներկա էր, նա վերածվում էր կատարյալ կնոջ, ուշադիր, քնքուշ։ Պատրաստում էր համեղ ընթրիքներ, գեղեցիկ հագուստ էր կրում, ժպտուն կատակներ անում։ Եվ Ելենան, վախից որդու հանդեպ սիրուց դրդված, խաղի մեջ էր մտնում, ծածնելով, թե ամեն ինչ լավ է, թե երջանիկ է, թե ոչ մի սխալ բան չկար։ Օրը դանդաղ անցավ, ինչպես մյուս բոլորը։ Ելենան ժամանակի մեծ մասն իր սենյակում էր անցկացնում, դուրս գալով միայն անհրաժեշտության դեպքում։ Օրվա վերջում նա լսեց դռան բացվելու ձայնը։ Դա Ռուբենն էր, աշխատանքից եկած։ Ելենայի սիրտը սեղմվեց, ինչպես միշտ լինում էր, երբ նա գալիս էր։ Դա ուրախության տխրության խառնուրդ էր, նրան տեսնելու համար, բայց չկարողանալու նրան ճշմարտությունն ասելու։ Նա լսեց նրա ձայնը հյուրասենյակում, աշխույժ զրուցում էր Մարինեի հետ։ Նա հոգնած, բայց երջանիկ էր թվում։ Ելենան փակեց աչքերը, լուր աղոթք արեց, ուժ խնդրելով շարունակելու համար, ց1 օր, ց1 շաբաթ, ց1 ամիս դիմանալու համար։ Որովհետև քանի դեռ Ռուբենը երջանիկ էր, նա պատճառ կգտներ շարունակելու, նույնիսկ եթե դա նշանակեր ապրել ստվերում, մոռացված վատ վերաբերմունքի արժանացած։ Գիշերն իջավ երանի վրա, Ելենան մնաց իր փոքրիկ սենյակում, լսելով հյուրասենյակի հեռուստացույցի մեղմ ձայնը, Ռուբենի Մարինեի ծիծաղը։ Նա օտար էր իր սեփական կյանքում, անտեսանելի կերպար, որը գոյություն ուներ միայն լռության մեջ տառապելու համար։ Եվ այդպես ավարտվեց տիկին Ելենայի կյանքից 1 օրը, մի կյանք, որը ժամանակին լի էր իմաստով սիրով, բայց որն այժմ միայն ստվերն էր այն բանի, ինչ նախկինում էր։ Օրերը վերածվում էին շաբաթների, իսկ շաբաթները ամիսների, մի առօրյայի մեջ, որը կարծես վերջ չուներ։ Ելենան միշտ արթնանում էր արածագից առաջ, նրա մարմինն արդեն սովոր էր մշտական լարվածությունը, որը թույլ չէր տալիս նրան խորը քնել։ Նա լսում էր, թե ինչպես են տան ձայները աստիճանաբար կյանքի կոչվում։ Սկզբում Ռուբենի Մարինեի սենյակի զարթուցիչը, հետո ցնցուղը, շտապ քայլերը միջանցքով։ Նա սպասում էր իր սենյակում, մինչ համոզվեր, որ Ռուբենը գնացել էր աշխատանքի, նախքան տանը շրջելը։ Այդ հինգշաբթի առավոտյան Ելենան զգուշորեն դուրս եկավ իր սենյակից, նրա ոտաբոբիկ ոտքերը գրեթե աղմուկ չէին հանում միջանցքում։ Խոհանոցը դատարկ էր, բայց Ռուբենի առավոտյան կերակուրի նշաններ կային։ Հացի փշրանքներ սեղանին, կիսատ մնացած սուրճի բաժակ, խաշած ձվի հոտը օդում։ Ելենայի համար կար միայն մի կտոր հնացած հաց, մի բաժակ ջուր։ Նա լուր կերավ, դանդաղ ծամելով կոշտ հացը, որը ցավեցնում էր նրա զգայուն լնդերը։ Մարինեն հայտնվեց քիչ անց, արդեն դուրս գնալու համար հագնված։ Նա ուներ ընկերուհիների խումբ, ում հետ պարբերաբար հանդիպում էր թանկարժեք ճաշերի բամբասանքների համար։ Ելենան նրան կողքից դիտում էր, նկատելով էլեգանտ զգեստը, բարձրակրունկ կոշիկները, բրենթային պայուսակը, որը Ռուբենը նրան նվիրել էր վերջին ծննդյան օրը։ Մարինեն կատարելության պատկերն էր, համենայն դեպս դրսից։ Ներսից Ելենան գիտեր, կար ինչ-որ փտած բան, ինչ-որ դաժան բան, որը հաճույք էր ստանում ուրիշների տառապանքից։
Այսօր դու կլվանաս հագուստները։ Մարինեն ասաց, առանց Ելենային նայելու, զբաղված լինելով միջանցքի հայելու մեջ իր դիմահարդարումը շտկելով։ Եվ երբ վերջացնես, արդուկիր Ռուբենի բոլոր վերնաշապիկները։ Նա վաղը կարոր հանդիպում ունի, պետք է անթերի լինի։ Ելենան լուռ գլխով արեց, թե գիտեր, որ իր ձեռքերն այնքան էին ցավում, որ հազիվ էր կարողանում ծանր առարկաներ բռնել։ Ծառայողական տարածքի լվացարանը չափազանց խորն էր, նա պետք է այնպես կրանար, որ մեջքը տանջանքի մեջ էր թողնում։ Բայց բողոքելը տարբերակ չէր։ Ահ, մեկ այլ բան։ Մարինեն շրջվեց, աչքերը հառած Ելենայի վրա այդ արտահայտությամբ, որը նա արդեն լավ գիտեր, արամարանքի գերազանցության խառնուրդով։ Այսօր երեկոյան ես հատուկ ընթրիք կպատրաստեմ Ռուբենի համար։ Նրա կարոր հաճախորդներից մեկը կգա այստեղ ընթրելու։ Դու կմնաս քո սենյակում, չես հայտնվի։ Չեմ ուզում, որ նա քեզ տեսնի այդ տառապած մքով։ Դա խղճահարություն է առաջացնում, իսկ դա լավ չէ բիզնեսի համար։ Ելենան այդ բառերը ապտակի պես զգաց, բայց միայն գլուխը կախեց։ Լավ, Մարինե։ Միշտ այդպես էր։ Միշտ հնազանդ, միշտ ենթարկվող, միշտ լուռ։ Մարինեն գոհունակ ժպտաց դուրս եկավ բնակարանից, թանկարժեք օծանելիքի անտեսանելի թույնի հետ թողնելով։ Ելենան մի պահ կանգնած մնաց, զգալով իր անտեսանելի գոյության ծանրությունը։ Նա այլս անց չէր այդ տանը, նա պարզապես թաքցվելիք խնդիր էր, մի ամոթ, որը պետք է հեռու պահվեր ուրիշների աչքերից։ Օրն անցավ Ելենայի անդադար աշխատանքով։ Նա լվաց հագուստի կույտեր, նրա ձեռքերը կնճռոտվեցին, ցավեցին սառը ջրի մեջ։ Հետո արդուկեց Ռուբենի վերնաշապիկները, մեկ առ մեկ, զգույշ լինելով, որ ոչ մի հետք չթողնի։ Ամեն շարժում տանջանք էր, բայց նա համառորեն շարունակեց, որովհետև դա էր իրենից սպասվում։ Կեսօրին, երբ վերջապես վերջացրեց, նա քարշ տվեց իրեն դեպի իր սենյակ, պառկեց մահճակալին, սպառված։ Հենց այդ ժամանակ նա լսեց ձայները։ Մարինեն վերադարձել էր հյուրասենյակում էր, ինչ-որ մեկի հետ հեռախոսով խոսում։ Ելենան մոտեցավ իր սենյակի դռանը, թողնելով այն բավականաչափ կիսաբաց, որպեսզի լսի։ Նա մտադիր չէր լրտեսելու, բայց Մարինեի աշխույժ ձայնի մեջ ինչ-որ բան գրավեց նրա ուշադրությունը։ Ախ, սիրելիս, դու նույնիսկ չես պատկերացնում։ Մարինեն ծիծաղում էր, այդ բարձր ծիծաղը, որը Ելենան այնքան էր ատում։ Ծերուկն ամեն օր ավելի է վատանում։ Այս առավոտ հին տաշտակի դեմք ուներ, ամբողջովին կծկված, կարծես ցանկացած պահի կքանդվեր։ Ես նրան ասացի, որ այսօր երեկոյան փակվի սենյակում։ Պատկերացնում ես, թե ինչ անհարմարություն կլիներ, եթե դոկտոր Մեհրաբյանը, Ռուբենի այդ կարոր հաճախորդը, տեսներ այդ բանը տանը շրջելիս։ Ելենան զգաց, թե ինչպես է կրծքավանդակը սեղմվում, արցունքները այրում աչքերում։ Նա գիտեր, որ Մարինեն իրեն չի սիրում, բայց այդ բառերը լսելը, այդքան անթաքույց դաժանությունը, դաշույնի հարվածի պես էր։ Նա շարունակեց լսել, անկարող հեռանալու, կարծես թե որոշակի ցավալի տրանսի մեջ էր հայտնվել։ Եվ ամենավատն այն է, որ նա այդ զոհի դեմքով է լինում, գիտես։ Մարինեն շարունակեց, ձայնը լի թույնով։ Կարծես ես լինեի պատմության չարագործը։ Ես նրան ուտելիք եմ տալիս, տանիք եմ տալիս, իսկ նա այդ խեղճի հայացքով է լինում։ Երբեմն կարծում եմ, որ նա դա միտումնավոր է անում, ինձ մեղավոր զգալու համար։ Բայց դա չի աշխատի։ Ես քրտնաջան աշխատում եմ այս տունը կատարյալ պահելու համար, լավ կին լինելու համար, չեմ թողնի, որ մի ծեր ու կռվարար կին ամեն ինչ փչացնի։ Հեռախոսի մյուս կողմի ընկերուհին հավանաբար ինչ-որ բան էր ասել, քանի որ Մարինեն նորից ծիծաղեց։ Ահ, այո, Ռուբենը սիրուն է, բայց այնքան միամիտ։ Նա հավատում է ամեն ինչին, ինչ ես ասում եմ։ Երբ նա հարցնում է իր մոր մասին, ես միշտ ասում եմ, որ նա լավ է, որ հանգստանում է, որ դա պարզապես տարիքի բան է։ Եվ նա հավատում է, որովհետև վստահում է ինձ։ Տղամարդկանց այնքան հեշտ է մանիպուլյացիայի ենթարկել, երբ գիտես, թե ինչ անել։ Ելենան սրտխառնոց զգաց։ Նա հեռացավ դռնից, նորից պառկեց մահճակալին, մարմինը դողում էր։ Մարինեի բառերը արձագանքում էին նրա մտքում, յուրաքանչյուրը թույնի պես, որը տարածվում էր նրա երակներով։ Նա իրեն ավելի միայնակ զգաց, քան երբե, ավելի անտեսանելի, ավելի անպետք։ Այդպես էր Մարինեն իրեն տեսնում, որպես հին ու անպետք բան, մի խոչընդոտ, որը պետք է թաքցվեր։ Ժամերը դանդաղ անցան։ Ելենան մնաց իր սենյակում, ինչպես հրամայված էր, լսելով բնակարանի ձայները։
Նա լսեց Ռուբենի գալը, լսեց Մարինեի չափազանցված խանդավառությամբ նրան դիմավորելը, լսեց դոկտոր Մեհրաբյանի գալը։ Ճաշասենյակի ձայները բարձր էին, աշխույժ, լի ծիծաղով, բիզնեսի մասին զրույցներով։ Ելենան պատկերացրեց առած սեղանը, համեղ ուտելիքը, որը Մարինեն պատրաստել էր, թանկարժեք գինին, որը մատուցվում էր։ Եվ այնտեղ էր նա, փակված իր փոքրիկ սենյակում, բանտարկյալի պես, ընթրիքի համար միայն մի կտոր հին հացով ջրով։ Նա վերցրեց Ռուբեն մանկության լուսանկարը սեղմեց կրծքին։ Ռուբեն, որդիս, նա շշնջաց իրեն, արցունքները հիմա ազատորեն հոսում էին։ Ինչ պատահեց մեզ հետ։ Երբ սխալվեց ամեն ինչ այդքան։ Նա հիշեց, թե ինչպիսին էր նա փոքր ժամանակ։ Մի քաղցր, քնքուշ տղա, ով միշտ վազում էր նրա գիրկը, երբ նա աշխատանքից էր գալիս։ Նա նրան Թագուհի էր անվանում, ասում էր, որ երբ մեծանա, նրա համար ամրոց կգնի ապրելու։ Ելենան ժպտաց արցունքների միջով, հի։ Շելով այդ ավելի պարզ, ավելի երջանիկ օրերը։ Բայց այդ քաղցր տղան մեծացել էր, դարձել էր հաջողակ մարդ, ճանապարհին նա հեռացել էր նրանից, առանց նույնիսկ նկատելու։ Կամ գուցե նա նկատել էր, ընտրել էր անտեսել։ Ելենան այլս չգիտեր։ Ինչ նա գիտեր, այն էր, որ միայնակ էր, լիովին միայնակ, նույնիսկ իր սեփական որդու տանը։ Գիշերն անցավ, վերջապես ընթրիքը վերջացավ։ Ելենան լսեց դոկտոր Մեհրաբյանի հրաժեշտը, Մարինեի ափսեները հավաքելու ձայները, հեռուստացույցի միացումը հյուրասենյակում։ Նա մնաց իր սենյակում, չհամարձակվելով դուրս գալ։ Միայն երբ լռությունը վերջապես տիրեց բնակարանին, ցույց տալով, որ բոլորը քնել էին, նա թույլ տվեց իրեն դուրս գալ, լոգարան գնալու մի քիչ ջուր խմելու։ Մութ միջանցքում Ելենան շարժվում էր ստվերի պես։ Նա անցավ Ռուբենի Մարինեի սենյակի դռան մոտ մի պահ կանգ առավ, լսելով ներսից եկող խորը քնի շնչառությունը։ Նրա որդին այնտեղ էր, այնքան մոտ միաժամանակ այնքան հեռու։ Նա ցանկացավ թակել դուռը, արթնացնել նրան, ամեն ինչ պատմել, օգնություն խնդրել։ Բայց վախը կատվածահար արեց նրան։ Իսկ եթե նա չհավատար իրեն։ Իսկ եթե Մարինեն կարողանար իրավիճակը շրջել։ Իսկ եթե նրան վռնդեին մի տեղ, որտեղ նույնիսկ հեռվից չէր կարողանա տեսնել Ռուբենին։ Ելենան շարունակեց քայլել դեպի խոհանոց։ Բացեց սառնարանը, թույլ լույսը լուսավորեց նրա կնճռոտ հոգնած դեմքը։ Ներսում այն ամենն էր, ինչ Մարինեն պատրաստել էր ընթրիքի համար։ Հյութեղ մսի կտորներ, թարմ աղցաններ, բարդ աղանդերներ։ Ելենան վերցրեց միայն մի բաժակ ջուր փակեց սառնարանը։ Նա չէր համարձակվի դիպչել այդ ուտելիքներին, գիտեր, որ Մարինեն կնկատեր ինչ-որ կերպ կպատժեր իրեն։ Երբ վերադարձավ իր սենյակ, Ելենան պառկեց մահճակալին, նայում էր առաստաղին, աչքերը լայն բացված մթության մեջ։ Նա մտածում էր իր կյանքի մասին, այն ամենի մասին, ինչ ապրել էր, այն բոլոր զոհաբերությունների մասին, որոնք արել էր։ Արդյոք արժեր։ Արդյոք այդ ամբողջ տառապանքը որե նպատակ ուներ։ Նա ուզում էր հավատալ, որ այո, բայց ամեն անցնող օրն ավելի էր դժվարացնում այդ հավատը պահպանելը։ Արածակը նոր օր բերեց, բայց Ելենայի համար դա պարզապես նույնի շարունակությունն էր։ Նա դժվարությամբ բարձրացա։ Մարմինը ամեն տեղ ցավում էր, պատրաստվեց դիմակայել նվաստացումների լռությանս մեկ օրվա։ Բայց ինչ-որ բան ներսում սկսում էր փոխվել, թե նա դեռ լիովին գիտակցում էր դա։ Ընդվզման մի փոքրիկ կայծ, մանրիկ, բայց արկա, սկսում էր բոցավառվել նրա հոգնած կրծքի մեջ։ Այդ առավոտ, երբ Մարինեն մտավ խոհանոց, տեսավ Ելենային հատակին նստած, ուտելիս մնացորդներ, նա իր միշտ դաժան մեկնաբանությունն արեց։ Ելենան, սակայն, առաջին անգամ երկար ժամանակի ընթացքում, բարձրացրեց աչքերը ուղիղ նայեց Մարինեին։ Դա ընդամենը մեկ վայրկյան էր, տեսողական կապի կարճատ պահ, բայց այնտեղ ինչ-որ այլ բան կար։ Դիմադրության մի կայծ, արժանապատվության մի փայլատակում, որը դեռ լիովին ջախջախված չէր։ Մարինեն նկատեց դժգոհորեն հոնքերը կնճռեց։ Ինչ է եղել։ Խնդիր կա։ Ելենան արագորեն նորից իջեցրեց աչքերը։ Ոչ, Մարինե։ Ոչ մի խնդիր։ Բայց այդ կարճատ պահը մնաց օդում, որպես նախանշան, որ ինչ-որ բան, ինչ-որ պահի, պետք է փոխվեր։ Հարցը միայն այն էր, թե երբ ինչպես։ Ռուբենն այդ օրը գնաց աշխատանքի, առանց նույնիսկ խոհանոցով անցնելու, ինչպես մի չդ։ Նա ավելի ու ավելի հաճախ էր բացակայում, ավելի ու ավելի էր կլանված իր մասնագիտական պարտականություններով։ Ելենան նրան տեսավ միայն հայացքով, իր սենյակի դռան ճեղքից, նրա սիրտը սեղմվեց։
Նա հոգնած անհանգիստ էր թվում, նա ցանկացավ կարողանալ մխիթարել նրան, ինչպես անում էր, երբ նա փոքր էր։ Բայց այդ օրերը մնացել էին անցյալում, կորած մի անցյալում, որը երբեք չէր վերադառնա։ Օրը շարունակվեց իր սովորական հունով։ Ելենան մաքրեց, լվաց, արդուկեց, միշտ լռությամբ, միշտ հնազանդ։ Բայց այն կայծը, որը բոցավառվել էր, դեռ այնտեղ էր, փոքր, բայց համառ, դանդաղորեն այրվում էր նրա էության խորքում։ Դա ինչ-որ բանի սկիզբն էր, թե նա դեռ լիովին չգիտեր, թե ինչի։ Դա մի փոփոխության սերմն էր, որը վաղ թե ուշ կծաղկեր, ամեն ինչ կփոխեր։ Որովհետև նույնիսկ ամենահոգնած հոգիներն ունեն սահման, Ելենան վտանգավոր մոտ էր իր սահմանին հասնելուն։ Երանյան ամառվա շոգն ամեն ինչ ավելի էր դժվարացնում։ Ելենան զգում էր, թե ինչպես է քրտինքը հոսում նրա մեջքով, մինչ նա հագուստներն էր կախում ծառայողական բակի լվացքի պարանից։ Արը ուժեղ էր։ Տաքացնում հունվարի այդ կեսօրին, օդը ծանր էր, խոնավ, գրեթե շնչահեղձ անող։ Նրա ձեռքերը դողում էին, ամրացնելով հագուստի յուրաքանչյուր կտոր, լվացքի ջարմանդները սահում էին նրա թույլ մատների միջ։ Նա մի քանի անգամ փորձեց, մինչ կարողացավ ամրացնել սավանը, երբ վերջապես հաջողվեց, հանկարծակի գլխապտույտ զգաց։ Աշխարհը պտտվեց նրա շուրջը։ Գույները խառնվեցին, հատակը կարծես արագորեն մոտեցավ։ Ելենան փորձեց բռնվել լվացքի պարանից, բայց նրա ոտքերը չարձագանքեցին։ Նա ընկավ, նրա փխրուն մարմինը հարվածեց ծառայողական տարածքի տաք հատակին։ Վերջին բանը, որ նա լսեց, նախքան ամեն ինչ մտնելը, շտապ քայլերի ձայնն էր։ Երբ արթնացավ, հյուրասենյակի բազմոցին էր պառկած։ Նրա մարմինը քրտինքով էր լցված, գլուխը բաբախում էր, ճակատին խոնավ շոր կար։ Նա մի քանի անգամ թարթեց աչքերը, փորձելով կենտրոնացնել տեսողությունը, տեսավ Նարինեի աղախնի անհանգիստ դեմքը, ով շաբաթական 3 անգամ էր գալիս բնակարան։ Նարինեն միջին տարիքի կին էր, բարի աչքերով, քրտնաջան աշխատանքից կոշտացած ձեռքերով։ Նա քչերից էր, ովքեր Ելենային մարդկային վերապ երմունք էին ցուցաբերում։ Տիկին Ելենա, դուք ինձ սարսափելի վախեցրիք։ Նարինեն բռնում էր Ելենայի ձեռքը, նրա ձայնը լի էր անկեղծ անհանգստությամբ։ Դուք ուշաթափվեցիք դրսում, շոգից։ Ես ձեզ այստեղ բերեցի, ճակատը թրջեցի։ Ինչպես եք զգում։ Ուզում եք, որ Ռուբենին կանչեմ։ Ոչ։ Ելենայի պատասխանն անմիջական էր, գրեթե հուսահատ։ Ոչ, խնդրում եմ։ Մի կանչիր Ռուբենին։ Նա աշխատում է, չեմ ուզում անհանգստացնել նրան։ Ես լավ եմ, պարզապես շոկն էր։ Նարինեն հոնքերը կնճռեց, ակնհայտորեն չհամոզված։ Բայց տիկին Ելենա, դուք լավ չեք։ Դուք շատ թույլ եք, շատ նիհար։ Երբ էիք վերջին անգամ նորմալ կերակուր կերել։ Ելենան հայացքը շեղեց, անկարող պատասխանելու։ Նարինեն հոգոց հանեց, նրա դեմքը ցույց էր տալիս խղճահարության վրդովմունքի խառնուրդ։ Նա գիտեր, թե ինչ էր կատարվում այդ տանը։ Նա կույր չէր։ Նա տեսնում էր, թե ինչպես էր Մարինեն վերաբերվում Ելենային, տեսնում էր ցնցող տարբերությունները նրանց մատուցվող ուտելիքի մեջ, տեսնում էր տիկնոջ աչքերում մարած հայացքը։ Բայց Նարինեին պետք էր այդ աշխատանքը, նա ընտանիք ուներ պահելու։ Չէր կարող իրեն թույլ տալ դիմակայել տիրուհուն։ Ես ձեզ համար թեյ կպատրաստեմ։ Նարինեն բարձրացավ, գնաց խոհանոց։ Ելենան պառկած մնաց բազմոցին, նայելով առաստաղին, զգալով իր սեփական թուլության ծանրությունը։ Նա բեռ էր դառնում, հենց այն, ինչից ամենից շատ էր վախենում։ Նրա մարմինը հանձնվում էր, նա ուժ չուներ դա կանխելու։ Նարինեն վերադարձավ մի բաժակ տաք թեյով, մի քանի թխվածքաբլիթով։ Սա այն է, ինչ ես այսօր տնից բերեցի։ Դուք պետք է ինչ-որ բան ուտեք։ Ելենան դողացող ձեռքերով վերցրեց բաժակը, մի կում խմեց։ Տաք հեղուկը անցավ նրա կոկորդով, մի փոքր մխիթարություն բերելով։ Նա դանդաղ կերավ թխվածքաբլիթները, ամեն կտոր կարծես մի փոքր վերակենդանացնում էր նրա ուժը։ Տիկին Ելենա, դուք չեք կարող այսպես շարունակել։ Նարինեն նստեց նրա կողքին, ձայնը ցածր, բայց հաստատուն։ Ես գիտեմ, որ դա իմ գործը չէ, բայց սա ճիշտ չէ։ Դուք արժանի եք հարգանքով, արժանապատվությամբ վերաբերվելու։ Դուք Ռուբենի մայրն եք, միայնակ եք նրան մեծացրել, այնքան եք աշխատել նրա համար։ Եվ հիմա ձեզ ավելի վատ են վերաբերվում, քան փողոցային շա։ Ն. Արցունքները սկսեցին հոսել Ելենայի դեմքով։ Այս անգամ նա չկարողացավ դրանք զսպել։
Դա առաջին անգամ էր երկար ժամանակի ընթացքում, որ ինչ-որ մեկը ճանաչում էր նրա տառապանքը, որ տեսնում էր նորմալության դիմակից այն կողմ, որը նա ստիպված էր պահպանել։ Նարինե, ես ոչինչ չեմ կարող ասել։ Եթե Ռուբենը իմանա, ավելի վատ կլինի։ Մարինեն շատ խելացի է, նա ամեն ինչ իմ դեմ կշրջի։ Նա կհավատա նրան, ոչ թե ինձ։ Նարինեն գլխով արեց, ակնհայտորեն հիասթափված։ Բայց դուք չեք կարող այսպես ապրել։ Սա քանդում է ձեր առողջությունը, դա ձեզ կամաց-կամաց սպանում է։ Ելենան փակեց աչքերը, Նարինեի խոսքերը արձագանքում էին նրա մտքում։ Նա գիտեր, որ դա ճիշտ էր։ Ամեն անցնող օր նա իրեն ավելի թույլ էր զգում, ավելի մոտ վերջին։ Բայց ինչ կարող էր անել։ Ուր կարող էր գնալ։ Զրույցն ընդհատվեց դռան բացվելու ձայնով։ Մարինեն վերադարձել էր ընկերուհիների հետ ճաշից։ Նա մտավ հյուրասենյակ, կանգ առավ, տեսնելով Ելենային բազմոցին պառկած Նարինեի կողքին։ Ինչ պատահեց այստեղ։ Մարինեի ձայնը սառն էր, մեղադրական։ Ելենան փորձեց բարձրանալ, բայց Նարինե նրան մեղմորեն կանգնեցրեց։ Տիկին Ելենան ուշաթափվեց բակում, տիկին Մարինե։ Շոկն էր։ Ես նրան ներս բերեցի, թեյ տվեցի։ Նա շատ թույլ էր։ Մարինեն ձեռքերը կրծքին խաչեց, նրա դեմքը կեղծ անհանգստության դիմակ էր։ Այո։ Իսկ ինչու ինձ չզանգեցիր։ Որովհետև տիկին Ելենան խնդրեց ոչ ոքի չանհանգստացնել։ Նա չէր ուզում անհանգստացնել Ռուբենին։ Մարինեն մոտեցավ, Ելենային վերից վար նայելով այդ արտահայտությամբ, որը նա լավ գիտեր։ Միշտ դրամա ես սարքում, չէ, Ելենա։ Միշտ ուզում ես ուշադրություն գրավել։ Նարինեն բերանը բացեց բողոքելու համար, բայց Ելենան սեղմեց նրա ձեռքը, նշան անելով, որ լուռ մնա։ Արժանի չէր։ Մարինեն միայն ավելի կվատացներ իրավիճակը։ Լավ, Մարինե։ Ես արդեն լավ եմ։ Պարզապես շոկն էր։ Մարինեն կարճ ծիծաղեց։ Իհարկե, դա էր։ Հիմա բարձրացիր գնա քո սենյակ։ Դու խառնաշփոթ ես ստեղծում իմ հյուրասենյակում։ Ելենան դժվարությամբ բարձրացավ, զգալով ոտքերի դողը, բայց հրաժարվեց թուլություն ցույց տալ Մարինեի առաջ։ Նա դանդաղ քայլեց դեպի իր սենյակ, ամեն քայլը պայքար էր դեռ իրեն տանջող գլխապտույտի դեմ։ Երբ փակեց դուռը իր հետից, Ելենան վերջապես թույլ տվեց իրեն փլվել։ Նա նստեց մահճակալին, դեմքը ձեռքերի մեջ դրեց, մեղմորեն հեկեկալով։ Որքան ժամանակ կարող էր դեռ դիմանալ։ Որքան ժամանակ, մինչ նրա մարմինը պարզապես հանձնվեր։ Եվ երբ դա տեղի ունենար, արդյոք Ռուբենը վերջապես կտեսներ ճշմարտությունը։ Կամ Մարինեն կկարողանար նույնիսկ դա թաքցնել։ Դրսում, հյուրասենյակում, Նարինեն վերցրեց թեյի բաժակը, գնաց խոհանոց։ Մարինեն հետեց նրան, նրա տոնը փոխվեց ավելի սպառնալի։ Նարինե, հուսով եմ, որ դու հասկանում ես, որ այն, ինչ կատարվում է այս տանը, մնում է այս տանը։ Չեմ ուզում, որ դու բամբասանքներ տարածես, պատմություններ պատմես իմ ամուսնուն կամ որևէ այլ մարդու։ Հասկանալի՞։ Նարինեն շրջվեց, նրան նայելու, զայրույթը եռում էր նրա ներսում, բայց նա զսպեց իրեն։ Այո, տիկին Մարինե։ Հասկանալի է։ Մարինեն ժպտաց, գոհունակ։ Հիանալի է։ Հիմա վերջացրու քո աշխատանքը, կարող ես գնալ։ Նարինեն սեղմեց բռունցքները, բայց հնազանդվեց։ Նրան պետք էր այդ աշխատանքը, բայց իրեն երդվեց, որ մի օր, ինչ-որ կերպ, կօգնի տիկին Ելենայի։ Այդ իրավիճակը չէր կարող շարունակվել։ Հաջորդող շաբաթները Ելենայի համար էլ ավելի դժվար էին։ Ուշաթափության դեպքը նրան էլ ավելի թուլացրեց։ Նա հեշտությամբ էր հոգնում, հաճախակի գլխապտույտներ էր զգում, ստացվող անբավարար ու վատ որակի սնունդը բնավ չէր օգնում։ Նրա մարմինը բառացիորեն ինքն իրեն էր սպառում, այրելով էներգիայի վերջին պաշարները։ Ռուբենը, սակայն, շարունակում էր անտեղյակ մնալ ամեն ինչից։ Նա ամեն գիշեր ուշ էր տուն գալիս, հոգնած աշխատանքից, հազիվ էր ուժ ունենում կնոջ հետ զրուցելու, էլ ուր մնաց մոր վիճակը նկատելու։ Այն քիչ դեպքերում, երբ նա տեսնում էր Ելենային, դա միայն անցողիկ էր, արագ ողջույն, նախքան իր սենյակ կամ բնակարանում ունեցած իր աշխատասենյակ գնալը։ Մարինեն համոզվում էր, որ այդ հանդիպումները կարճ լինեն, միշտ ինչ-որ պատրվակ գտնելով Ռուբենին հեռացնելու կամ Ելենային անհետացնելու համար։ Մի գիշեր Ռուբենը տուն եկավ սովորականից շուտ։
Ուրբաթ էր, նա կարողացել էր գրասենյակից դուրս գալ երեկոյան 8-ից առաջ, ինչը հազվադեպ էր։ Նա մտավ բնակարան Մարինեի համար ծաղկեփունջ բերելով մի ժեստ, որը սովորական էր դարձել։ Մարինեն նրան դիմավորեց համբույրով այդ մարզված ժպիտով, վերցնելով ծաղիկները գնալով դրանք ծաղկամանի մեջ դնելու։ Ելենան այդ պահին հյուրասենյակում էր, նստած ամենահեռու բազկաթոռին, գրեթե թաքնված ստվերում։ Նա դուրս էր եկել իր սենյակից ջուր խմելու, բայց երբ լսեց Ռուբենի գալը, կաթվածահար եղավ, չիմանալով պետք է վերադառնա, թե մնա։ Ռուբենը տեսավ նրան, նրա դեմքը լուսավորվեց։ Մայրիկ, ողջույն։ Ինչպե՞ս ես։ Ելենան փորձեց ժպտալ, բայց դա ավելի շատ ծամացրություն էր։ Ես լավ եմ, որդիս։ Իսկ դու, ինչպե՞ս անցավ աշխատանքը։ Լավ, լավ։ Ռուբենը մոտեցավ, առաջին անգամ շաբաթների ընթացքում, իսկապես նայեց մորը։ Եվ այն, ինչ նա տեսավ, շփոթեցրեց նրան։ Ելենան ակնհայտորեն ավելի նիհար էր, դեմքը խորը, աչքերը խորս շրջանակներով։ Նրա մաշկը հիվանդագին գունատություն ուներ, նա կարծես 10 տարով ծերացել էր այն վերջին անգամից, երբ նա իսկապես ուշադրություն էր դարձրել։ Մայրիկ, դու լավ ես։ Դու շատ նիհար ես թվում։ Ելենան զգաց, թե ինչպես է սիրտը թրջում։ Դա այն հնարավորությունն էր, որին նա անգիտակցաբար սպասում էր։ Ռուբենը վերջապես տեսնում էր, վերջապես նկատում էր։ Բայց մինչ նա կկարողանար պատասխանել, Մարինեն հայտնվեց, ռազմավարականորեն կանգնելով նրանց միջ։ Ախ, Ռուբեն, քո մայրը հիանալի է։ Պարզապես տարիքն է, գիտես, թե ինչպես է լինում։ Նա ավելի քիչ է ուտում, բայց դա նորմալ է։ Ձեր մարդիկ ավելի քիչ ախորժակ ունեն։ Ռուբենը հոնքերը կնճռեց։ Բայց նա շատ տարբեր է թվում։ Մայրիկ, ճիշտ ես սնվում։ Ելենան նայեց Մարինեին, տեսավ լուր նախազգուշացումը այդ սառը աչքերում, վախը տիրեց նրան։ Եթե նա հիմա ճշմարտությունն ասեր, ինչ կլիներ։ Մարինեն կհերքեր ամեն ինչ, կշրջեր իրավիճակը, կստիպեր թվալ, թե Ելենան պատմություններ է հորինում, թե նա ծերամիտ է, թե նա խնդրահարույց է։ Եվ հետո, ինչ կմնար իրեն։ Ռուբենը կբաժանվեր կնոջ մոր միջ, Ելենան չէր կարողանա ապրել այդ մեղքի զգացումով։ Այո, որդիս։ Ինչպես Մարինեն ասաց, տարիքն է գալիս։ Ես ավելի արագ եմ հոգնում, ավելի քիչ եմ ուտում։ Բայց ամեն ինչ լավ է, մի անհանգստացիր ինձ համար։ Իր սեփական սրտի հիասթափությունը ճնշող էր, բայց նա թույլ չտվե։ Որ դա երա։ Ռուբենը կարծես ընդունեց բացատրությունը, բայց նրա աչքերում կասկածի կայծ կար։ Մարինեն արագորեն փոխեց թեման, Ռուբենին քաշելով խոհանոց, պատրաստած ընթրիքը ցույց տալու պատրվակով։ Ելենան միայնակ մնաց հյուրասենյակում, արցունքները լուռ հոսում էին։ Նա հնարավորություն ուներ վախից այն վատնեց։ Վախից, բեռ լինելու, խնդիրներ առաջացնելու, իր որդու երջանկությունը կործանելու։ Նա դանդաղ բարձրացավ, վերադարձավ իր սենյակ, փակելով դուռը իր հետից։ Այդ գիշեր նա լացեց, մինչ արցունքներ չմնացին, գրկած Ռուբեն մանկության լուսանկարը, ցանկանալով վերադառնալ այն ավելի պարզ օրերը, երբ միայն ինքն ու իր տղան էին աշխարհի դեմ, երբ նրանց միջ սերը մաքուր էր անվիճելի։ Այն գիշերից հետո, երբ Ռուբենը նկատեց Ելենայի թուլացած տեսքը, ինչ-որ բան փոխվեց։ Դա կտրուկ փոփոխություն չէր, բայց փոքր բաներ սկսեցին կատարվել։ Ռուբենը սկսեց ավելի շատ դիտել, հարցեր տալ, տուն գալ անսպասելի ժամերին։ Մարինեն նկատեց դա ուժեղացրեց իր ջանքերը, պատմությունը վերահսկելու համար, բայց տարիների ընթացքում առաջին անգամ փոքր ճեղքեր էին սկսում հայտնվել այն կատարյալ դիմակի վրա, որը նա կառուցել էր։ Երեքշաբթի առավոտյան Ռուբենը գլխացավով արթնացավ, որոշեց տանից աշխատել։ Մարինեն ակնհայտորեն չէր սպասում դրան, Ելենան տեսավ լարվածությունը նրա դեմքին, երբ նա հայտարարեց, որ մնալու է բնակարանում։ Ամբողջ առավոտ Մարինեն իր լավագույն պահվածքով էր, Ռուբենի համար թարմ սուրճ էր պատրաստում, առաջարկում էր նրա ճաշը պատրաստել, ամեն ինչ անթերի պահելով։ Եվ Ելենայի համար, առաջին անգամ շաբաթների ընթացքում, մատուցեց պատշաճ կերակուր։ Ոչ բարդ, բայց գոնե թարմ ու բավարար քանակությամբ սնունդ էր։ Ելենան լուռ կերավ խոհանոցում, դիտելով Մարինեի պահվածքի հանկարծակի փոփոխությունը։ Ակնհայտ էր, թե ինչ էր կատարվում։ Ռուբենի ներկայությունը ստիպում էր Մարինեին կրել իր դիմակը, Ելենան ժամանակավորապես օգուտ էր ստանում դրանից։ Բայց նա գիտեր, որ հենց Ռուբենը դուրս գար, ամեն ինչ կվերադառնար նորմալ հուն։
Կամ ավելի վատ, Մարինեն կարող էր պատժել նրան ծածնելու անհարմարության համար։ Ռուբենն օրվա մեծ մասն անցկացրեց իր աշխատասենյակում փակված, տեսազանգեր կատարելով, փաստաթղթեր վերլուծելով։ Ելենան լսում էր նրա ձայնը մեղմացած փակ դռան միջով, պայմանագրեր բանակցելիս, ռազմավարություններ քննարկելիս։ Նրա որդին փայլուն էր, հաջողակ, այն ամենը, ինչ նա միշտ երազել էր, որ նա կլինի։ Բայց ինչ գնով։ Հաջողությունն այնքան էր սպառել նրան, որ գրեթե ոչինչ չէր մնում այն մարդկանց համար, ովքեր իսկապես կարող էին։ Կեսօրին Ռուբենը դուրս եկավ աշխատասենյակից ջուր վերցնելու։ Ելենան այդ պահին միջանցքով էր անցնում, լոգարանից գալով։ Նրանք գրեթե բախվեցին իրար։ Կներես, մայրիկ։ Ռուբենը ժպտաց, բայց դա հոգնած ժպիտ էր։ Ինչպես ես զգում այսօր։ Ելենան վարանեց պատասխանելուց առաջ։ Ես լավ եմ, որդիս։ Դու շատ ես աշխատում։ Պետք է ավելի շատ հանգստանաս։ Ռուբենը հոգոց հանեց, ձեռքը մազերի միջով անցկացնելով։ Ես գիտեմ։ Բայց սա կարևոր փուլ է։ Մենք մի քանի մեծ պայմանագրեր ենք կնքում։ Հենց որ սա անցնի, խոստանում եմ, որ արձակուրդ կվերցնեմ ավելի շատ ժամանակ կանցկացնենք միասին։ Ելենան գլխով արեց, արդեն լսելով այդ խոստումը նախկինում։ Նա գիտեր, որ արձակուրդները երբեք չեն գա, որ միշտ։ Կլինիս մեկ պայմանագիր, մեկ կարևոր հաճախորդ, մեկ հրատապ նախագիծ։ Մայրիկ, համոզված ես, որ ամեն ինչ լավ է։ Ռուբենը նայեց նրա աչքերին, Ելենան այնտեղ անկեղծ անհանգստություն տեսավ։ Մարինեն լավ է խնամում ձեզ։ Հարցը Ելենային անակնկալի բերեց։ Դա առաջին անգամ էր, որ Ռուբենը հատուկ հարցնում էր, թե ինչպես է Մարինեն իրեն վերաբերվում։ Նրա սիրտը սկսեց ավելի արագ բաբախել։ Դաս մեկ հնարավորություն էր, գուցե վերջինը, որը նա կունենար։ Նա բերանը բացեց խոսելու, վերջապես ճշմարտությունն ասելու համար, բայց հետո տեսավ Մարինեին խոհանոցի մուտքի մոտ, աչքերը հառած իր վրա, լուռ, բայց հստակ նախազգուշացումով։ Մարինեն շատ ուշադիր է եղել, Ռուբեն։ Դու բախտավոր ես, որ այդքան նվիրված կին ունես։ Բառերը ավտոմատ կերպով դուրս եկան, դավաճանելով նրա իրական զգացմունքները։ Ռուբենը կարծես գոհ էր պատասխանից։ Լավ է լսել դա, մայրիկ։ Ես գիտեմ, որ հեշտ չէ ձեզ երկուսիդ համար միասին ապրելը, բայց ուրախ եմ, որ ամեն ինչ լավ է ընթանում։ Մարինեն մոտեցավ, ձեռքը Ռուբենի թին անցկացնելով։ Քո զոքանչը սիրելի է, սեր իմ։ Մենք շատ լավ ենք իրար հետ։ Նրա դեմքի ժպիտը կատարյալ էր, բայց Ելենան տեսնում էր սառնությունը դրա հետում։ Ռուբենը համբուրեց Մարինեի ճակատը, վերադարձավ իր աշխատասենյակ։ Հենց որ դուռը փակվեց, Մարինեի ժպիտն անմիջապես անհետացավ։ Նա մոտեցավ Ելենային, նրա ձայնը ցածր էր սպառնալից։ Շատ խելացի էիր, ոչինչ չասելով։ Շարունակիր այդպես, ամեն ինչ չի վատանա։ Ելենան գլուխը կախեց, զգալով պարտության ծանոթ զգացումը։ Նա նորից ձախողել էր, վատնելով մեկ հնարավորություն։ Վերադարձավ իր սենյակ, պառկեց, մարմինը ցավում էր, սիրտը ավելի շատ։ Որքան ժամանակ կարող էր դեռ պահպանել այս խաբեությունը։ Որքան ժամանակ, մինչ իրենից ոչինչ չմնար։ Այդ գիշեր Ռուբենը գնաց գործնական ընթրիքի։ Ելենան լսեց նրա Մարինեի միջ վիճաբանությունը, նախքան նրա դուրս գալը։ Մարինեն ուզում էր գնալ, բայց Ռուբենն ասաց, որ դա միայն տղամարդկանց ընթրիք է, որ նա կձանձրանա։ Մարինեն պնդեց, բայց Ռուբենը հաստատակամ էր։ Հազվադեպ էր նրան տեսնել կնոջը հակառակվելիս, Ելենան նկատեց, թե ինչպես դա զայրացրեց Մարինեին։ Ռուբենի հեռանալուց հետո Լինեի իսկական պահվածքը լի ուժով վերադարձավ։ Նա մտավ Ելենայի սենյակ, առանց թակելու, ինչը երբեք չէր անում, երբ Ռուբենը տանը էր։ Բարձրացիր։ Խոհանոցը խառնաշփոթ է, դու կմաքրես։ Ելենան նայեց ժամացույցին։ Գրեթե երեկոյան 9 էր, նա հազիվ էր ուժ ունենում ոտքի վրա կանգնելու, բայց գիտեր, որ բողոքելն անօգուտ է։ Նա քարշ տվեց իրեն դեպի խոհանոց, գտավ կեղտոտ ափսեների կաթսաների կույտ։ Մարինեն բարդ ընթրիք էր պատրաստել, նախքան Ռուբենի դուրս գալը, հիմա Ելենան պետք է ամեն ինչ մաքրեր։ Նրա ձեռքերը դողում էին, մինչ նա լվանում էր ափսեները, տաք ջուրը այրում էր նրա զգայուն մաշկը։ Ամեն լվացած ափսեի հետ նա զգում էր, թե ինչպես են իր ուժերը մի փոքր ավելի նվազում։
Մարինեն մի քանի րոպե դիտում էր, հետո գնաց հյուրասենյակ հեռուստացույց դիտելու, Ելենային թողնելով մենակ իր առաջադրանքի հետ։ Ելենային գրեթե 2 ժամ պահանջվեց վերջացնելու համար, երբ վերջապես ավարտեց, նա հազիվ էր կարողանում ոտքի վրա կանգնել։ Քարշ տվեց իրեն դեպի իր սենյակ ընկավ մահճակալին, չափազանց հոգնած նույնիսկ հագուստը հանելու համար։ Այ դբ։ Ես էլ Ռուբենը գտավ նրան, երբ վերադարձավ ընթրիքից, կեսգիշերին մոտ։ Նա անցավ միջանցքով տեսավ Ելենայի սենյակի դուռը կիսաբաց։ Ինչ-որ բան ստիպեց նրան կանգ առնել ներս նայել։ Այն, ինչ նա տեսավ, անհանգստացրեց նրան։ Նրա մայրը պառկած էր մահճակալին, դեռ հագնված, անհարմար դիրքով, կարծես պարզապես փլվել էր այնտեղ։ Նա լուռ մտավ սենյակ, ծածկեց նրան վերմակով։ Հենց այդ ժամանակ նա նկատեց Ելենայի ձեռքերը։ Դրանք կարմիր էին, մաշկը ճաքճքած գրգռված, ինչպես մեկի ձեռքերը, ով քրտնաջան աշխատել էր ջրի օճառի հետ։ Ռուբենը հոնքերը կնճռեց։ Ինչու՞մ պետք է մոր ձեռքերը այդ վիճակում լինեին։ Նա դուրս եկավ սենյակից, գնաց խոհանոց։ Ամեն ինչ մաքուր էր կազմակերպված, շատ ավելի, քան սովորաբար էր լինում։ Նա գիտեր, որ Մարինեն չէր մաքրել, նա երբեք դա չէր անում։ Աղախինը միայն առավոտյան էր գալիս։ Ապա ով էր արել այդ ամբողջ մաքրությունը։ Պատասխանն ակնհայտ էր, բայց նա չէր ուզում հավատալ։ Ռուբենը գնաց իր սենյակ, որտեղ Մարինեն արդեն քնած էր։ Կամ ծացնում էր քնել։ Նա պառկեց նրա կողքին, բայց չկարողացավ քնել։ Նրա միտքը լի էր հար ցերով, կասկածներով, որոնք նա չափազանց երկար էր անտեսել։ Հաջորդ օրը նա որոշում կայացրեց։ Նա սկսելու էր ավելի շատ ուշադրություն դարձնել, տուն էր գալու ավելի շուտ, առանց նախազգուշացնելու, պարզելու էր, թե ինչ էր իրականում կատարվում։ Հաջորդ օրերը լարված էին։ Ռուբենը սկսեց տուն գալ պատահական ժամերին, միշտ ինչ-որ պատրվակով, թե ինչ-որ բան էր մոռացել կամ հանդիպում էր չեղարկվել։ Ամեն անգամ, երբ դա տեղի էր ունենում, նա դիտում էր։ Դիտում էր, թե ինչպես էր Մարինեն ակնթարթորեն փոխում իր պահվածքը նրա ներկայությամբ։ Դիտում էր, թե ինչպես էր իր մայրը միշտ վախեցած թվում, միշտ գլուխը կախած։ Դիտում էր փոքր բաները, որոնք իմաստ չունեին։ Մի հինգշաբթի Ռուբենը տուն եկավ, կեսօրին գտավ Ելենային հյուրասենյակի հատակը մաքրելիս։ Նա վախեցավ, տեսնելով նրան, գրեթե գցելով ավելը։ Մայրիկ, ինչ ես անում։ Ո՞ր է աղախինը։ Ելենան ոտքից ոտքի անցավ, նյարդայնացած։ Նարինեն միայն վաղն է գալիս։ Ես պարզապես մի փոքր օգնում էի։ Ռուբենը մոտեցավ, վերցնելով ավելը նրա ձեռքերից։ Դուք չպետք է նման աշխատանք անեք։ Ձեր ձեռքերը վնասված է։ Ինչ է պատահել։ Ելենան արագորեն հետ քաշեց ձեռքերը, թաքցնելով դրանք մեջքի հետում։ Ոչինչ չէ, որդիս։ Պարզապես մի փոքր չորություն։ Ռուբենը համոզված չէր, բայց մինչ նա կկարողանար պնդել, Մարինեն հայտնվեց։ Սիրելիս, ինչ լավ անակնկալ։ Կարծում էի, որ դու միայն երեկոյան կգաս։ Նրա ձայնը մեղրի պես քաղցր էր, բայց Ռուբենը նկատեց լարվածությունը դրա հետում։ Հանդիպումս չեղարկվեց։ Որոշեցի տուն գալ, մի փոքր աշխատելու։ Մայրիկ, խնդրում եմ, գնացեք հանգստացեք։ Ես Մարինեն խոսեցինք այդ աշխատանքները կատարելու համար մեկին գտնելու մասին։ Ելենան արագորեն գլխով արեց, գրեթե փախավ իր սենյակ։ Ռուբենը դիտում էր նրա հեռանալը, նկատելով, թե որքան փխրուն էր նա թվում, գրեթե թափանցիկ։ Հետո շրջվեց դեպի Մարինե։ Մենք պետք է խոսենք։ Նրա ձայնը լուրջ էր, Մարինեն սառնություն զգաց ողնաշարում։ Բայց նա լավ էր պահպանում իր հանգստությունը։ Իհարկե, սեր իմ։ Ինչի՞ մասին։ Նա փորձեց պահպանել հանգստությունը, բայց նրա աչքերը արագորեն շարժվեցին Ռուբենի Ելենայի միջ, փորձելով գնահատել իրավիճակը։ Ռուբենը մատնացույց արեց։ Բազմոցը։ Նստիր։ Ելենա, դու նույնպես։ Երեք մարդիկ նստեցին, օդի լարվածությունն այնքան խիտ էր, որ շնչահեղձ էր թվում։ Ռուբենը խորը շունչ քաշեց, նախքան սկսելը։ Բժիշկն ինձ տեղեկացրեց, որ մայրս ծանր թերսնուցված է։ Նա կորցրել է մոտ 15 կիլոգրամ, վերջին ամիսներին ունի անտեսման վատ վերաբերմունքի հստակ նշաններ։ Մարինեի դեմքը գունատվեց, բայց նա արագորեն վերականգնեց արտահայտությունը։ Ռուբեն, ես չեմ հասկանում։
Քո մայրը միշտ սնունդ է ունեցել։ Եթե նա նիհարում է, դա այն պատճառով է, որ չի ուզում ուտել։ Ես միշտ առաջարկում եմ, բայց նա հրաժարվում է։ Ելենան վախի ծանոթ ալիքը զգաց, բայց Ռուբենը սեղմեց նրա ձեռքը, նրան քաջություն տալով։ Մարինե, մայրս ինձ ամեն ինչ պատմեց։ Բժիշկն ինձ ամեն ինչ պատմեց։ Փչացած սննդի մասին, որը դու նրան տալիս ես, այն մասին, թե ինչպես ես ստիպում նրան ծանր աշխատանքներ անել, նույնիսկ երբ նա թույլ է, մշտական նվաստացումների մասին։ Մարինեն կտրուկ բարձրացավ, ձայնը բարձրանում էր։ Սա անհեթեթություն է։ Ռուբեն, դու կհավատաս նրան իմ փոխարեն։ Քո կնոջը։ Այն ամենից հետո, ինչ մենք միասին կառուցել ենք։ Ռուբենը նույնպես բարձրացավ, զայրույթը սկսում էր դուրս հորթել։ Մի ընդհատիր ինձ։ Ես վստահում էի քեզ։ Ես թողեցի մորս քո խնամքին, դու նրան վերաբերվեցիր ավելի վատ, քան կենդանուն։ Դու նրան նվաստացրիր, վատ վերաբերվեցիր, սոված թողեցիր իմ սեփական տանը։ Մարինեն փորձեց այլ մոտեցում, արցունքներ հայտնվեցին աչքերում։ Ռուբեն, դու շփոթված ես։ Քո մայրը, ամենայն հարգանքով, ծերանում է։ Երբեմն ձեր մարդիկ շփոթվում են, բաներ են հորինում։ Նա կարող է հիշողության հետ կապված խնդիրներ ունենալ։ Հենց դա էր Ելենան կանխատեսել։ Մարինեն փորձում էր նրան ծերամիտ, անվստահելի թվալ։ Բայց Ռուբենը չկուլ տվեց խայծը։ Բժիշկը զննեց մորս, Մարինե։ Թերսնուցման նշանները իրական են փաստագրված։ Նրա ձեռքերը վնասված են ամաններ լվանալուց մաքրելուց։ Նրա ծնկներին կապտուկներ կան հատակին ծնկաչոք մնալուց։ Սրանք հորինվածքներ չեն, դրանք ֆիզիկական ապացույցներ են։ Մարինեն հասկացավ, որ այդ ռազմավարությունը չի աշխատում։ Այդ ժամանակ նրա արտահայտությունը փոխվեց, դիմակը վերջապես ընկավ։ Նրա դեմքը ծռմռվեց զայրույթի։ Արհամարհանքի խառնուրդով։ Լավ, Ռուբեն։ Ուզում ես ճշմարտությունը։ Ճշմարտությունն այն է, որ ես հոգնել եմ ձացնելուց։ Հոգնել եմ ստիպված լինելուց տանել այդ ձեր կռվարարին իմ տանը։ Այո, ես հին ուտելիք եմ տվել նրան։ Այո, ես ստիպել եմ նրան աշխատել։ Եվ գիտես ինչու։ Որովհետև նա բեռ է, խոչընդոտ։ Նա պետք է շնորհակալ լինի, որ տանիք ունի գլխի վրա։ Հետաց լռությունը խլացուցիչ էր։ Ելենան զգաց, թե ինչպես են արցունքները հոսում, բայց այս անգամ դրանք միայն տխրության արցունքներ չէին։ Կար նա թեթացում։ Ճշմարտությունը վերջապես բացահայտվեց, այլս դիմակներ չկային, այլս ծածում չկար։ Ռուբենը նայեց Մարինեին, կարծես օտարի էր տեսնում։ Ինչպես կարող էի ամուսնանալ քեզ հետ։ Ինչպես չտեսա, թե ով ես դու իրականում։ Մարինեն դառը ծիծաղեց։ Դու չտեսար, որովհետև չուզեցիր տեսնել, Ռուբեն։ Դու այնքան զբաղված էիր քո աշխատանքով, այնքան կլանված քո սեփական կյանքով, որ երբեք չկանգ առար շուրջդ նայելու։ Եվ ես դա օգտագործեցի իմ օգտին։ Ես ոչինչ չեմ զղջում։ Քո մայրը մի ողորմելի ծեր կին է, ով կառչում է իր որդուց, որովհետև այլ ոչինչ չունի կյանքում։ Ռուբենը մեկ քայլ առաջ արեց, ձայնը ցածր, բայց լի զսպված կատաղությամբ։ Դուրս եք իմ տնից։ Հիմա։ Մարինեն ձեռքերը կրծքին խաչեց։ Այս տունը նա իմն է։ Ես քո կինն եմ։ Ոչ օրենքով։ Ռուբենը պատասխանեց, Ելենան տեսավ վճռականությունը նրա աչքերում։ Դու այստեղ ես հյուրընկալված, բայց բնակարանը իմ անունով է։ Ես ուզում եմ, որ դու հեռանաս։ Վերցրու քո իրերը գնա։ Վաղը իմ փաստաբանը կկապվի քեզ հետ ամուսնալուծության գործընթացը սկսելու համար։ Մարինեն փորձեց վիճել, փորձեց բանակցել, բայց Ռուբենը անդրդվելի էր։ Ամեն անցնող րոպեի հետ նրա զայրույթն աճում էր, սնված մորը ձախողելու մեղքից այդքան ժամանակ խաբված լինելու դավաճանությունից։ Վերջապես, տեսնելով, որ այլ ելք չկա, Մարինեն գնաց սենյակ սկսեց իրերը հավաքել։ Ելենան նստած մնաց բազմոցին, դողում էր, հազիվ հավատալով, թե ինչ էր կատարվում։ Ռուբենը նստեց նրա կողքին, գրկեց նրան։ Ներիր ինձ, մայրիկ։ Ներիր ինձ, որ թույլ տվեցի, որ դա տեղի ունենա, որ չտեսա, որ չպաշտպանեցի ձեզ։ Ելենան գլուխը հենեց որդու ուսին լացեց, բայց այս անգամ դրանք ազատագրման արցունքներ էին։ Դու չգիտեիր, որդիս։ Ես թաքցրի քեզնից վախից։
Բայց հիմա ամեն ինչ լավ է։ Հիմա մենք միասին ենք։ Մարինեն գրեթե 2 ժամ պահանջվեց իրերը հավաքելու համար։ Երբ վերջապես դուրս եկավ, տանելով ճամպրուկներ արկղեր, նա վերջին թունավոր հայացք նետեց Ելենայի վրա։ Դու հաղթեցիր, ծերուկ։ Բայց մի կարծիր, որ երջանիկ կլինես։ Ելենան չպատասխանեց։ Պետք չէր։ Մարինեի պարզ բացակայությունն արդեն բավարար հաղթանակ էր։ Դուռը փակվեց բութ հարվածով, բնակարանին այլ լռություն տիրեց։ Դա այլս ճնշման ծանր լռությունը չէր, այլ թեթ, գրեթե խաղաղ լռություն։ Ռուբենը շուրջը նայեց բնակարանին, կարծես առաջին անգամ էր տեսնում։ Նա տարիներ շարունակ ապրել էր այնտեղ, բայց հիմա հասկացավ, որ երբեք իսկապես ուշադրություն չէր դարձրել։ Նա կույր էր այդքան շատ բաների հանդեպ, չափազանց կլանված իր սեփական կյանքով, որպեսզի տեսներ, թե ինչ էր կատարվում հենց իր քթի տակ։ Մայրիկ, մենք այստեղ որոշ փոփոխություններ կանենք։ Նախ, դուք դուրս կգաք այդ փոքրիկ սենյակից։ Դուք կմնաք հյուրասենյակում, որը շատ ավելի մեծ է։ Հարմարավետ։ Երկրորդ, մենք մեկին կաշխատենք տան գործերին օգնելու համար, պարզ կդարձնենք, որ դուք ոչինչ պետք չի անեք, բացի հանգստանալուց ապաքինվելուց։ Ելենան գլխով արեց, դեռ մշակելով այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Կարծես նա արթնացել էր երկար ու սարսափելի մղձավանջից։ Որդիս, ես չեմ ուզում խնդիր լինել։ Դու քո կյանքն ունես, քո աշխատանքը։ Ռուբենը հաստատակամորեն գլխով արեց։ Դուք երբեք խնդիր չեք եղել, երբեք խնդիր չեք լինի, մայրիկ։ Ես էի վատ որդի։ Բայց դա կփոխվի։ Այսուհետ դուք եք իմ առաջնահերթությունը։ Այդ գիշեր, առաջին անգամ ամիսների ընթացքում, Ելենան իսկական կերակուր կերավ։ Ռուբենը ռեստորանից ուտելիք պատվիրեց, նրանք միասին ճաշեցին հյուրասենյակում, զրուցելով, ծիծաղելով, վերամիավորվելով։ Ելենան դանդաղ կերավ, վայելելով յուրաքանչյուր կտոր, դեռ լիովին չհավատալով, որ դա իրական էր, որ մղձավանջն ավարտվել էր։ Ռուբենը դիտում էր մորը ուտելիս, սիրտը սեղմված, տեսնելով, թե որքան փխրուն էր նա, բայց նա հույսով։ Նա կապաքինվեր։ Նա կհամոզվեր դրանում։ Ճաշից հետո Ռուբենն օգնեց Ելենային տեղափոխվել։ Հյուրասենյակ։ Դա ընդարձակ սենյակ էր, հարմարավետ թագուհու չափի մահճակալով, անհատական լոգարանով, մեծ պատուհանով, որից ծովի տեսարան էր բացվում։ Ելենան նստեց մահճակալին զգաց, թե ինչպես են արցունքները նորից գալիս։ Նա մոռացել էր, թե ինչպես էր լինում, երբ իրեն վերաբերվում էին արժանապատվությամբ, հարգանքով, սիրով։ Ռուբենը նստեց նրա կողքին։ Պատմիր ինձ, թե ինչպիսին էի ես երեխա ժամանակ, մայրիկ։ Ես ուզում եմ հիշել լավ ժամանակները։ Եվ Ելենան պատմեց։ Պատմեց դժվար, բայց երջանիկ օրերի մասին, երբ միայն ինքն ու նա էին, սիրով արված զոհաբերությունների մասին, նրա ապագայի համար ունեցած երազանքների մասին։ Ռուբենը լսեց յուրաքանչյուր բառ, թույլ տալով արցունքներին ազատորեն հոսել։ Նա հիշեց այն տղային, ով ինքը եղել էր, մոր անվերապահ սերը, իրեն երդվեց, որ այլս երբեք թույլ չի տա, որ նա տառապի, որ այլս երբեք անտես չի լինի նրանց հանդեպ, ովքեր իսկապես կարոր էին։ Գիշերն անցավ, վերջապես Ելենան սկսեց քնել։ Դա այլ քուն էր, ոչ թե լարված ու անհանգիստ քունը, որը նա ուներ նեղ սենյակում, այլ հանգիստ, ապահով քուն։ Ռուբենը ծածկեց նրան փափուկ վերմակով, համբուրեց նրա ճակատը։ Քնիր լավ, մայրիկ։ Ես այստեղ եմ։ Միշտ այստեղ կլինեմ։ Ելենան փակեց աչքերը, առաջին անգամ երկար ժամանակի ընթացքում, խորը քնեց, առանց մղձավանջների, առանց վախի։ Որովհետև վերջապես իսկապես տանն էր, ոչ միայն ֆիզիկապես, այլ հուզականորեն։ Նրա որդին վերադարձել էր նրան, դա այն ամենն էր, ինչ նա միշտ ուզել էր։ Հաջորդ օրը Ռուբենը մի քանի քայլեր ձեռնարկեց։ Զանգահարեց իր փաստաբանին, սկսեց ամուսնալուծության գործընթացը։ Գտավ տարեց հիվանդների համար մասնագիտացված սննդաբանի, Ելենայի համար սննդակարգ մշակելու համար։ Աշխատանքի վերցրեց բուժքրոջ, պարբերական այցեր կատարելու նրա ապաքինումը վերահսկելու համար։ Եվ ամենակարևորը, վերակազմակերպեց իր աշխատանքային գրաֆիկը, ավելի շատ ժամանակ անցկացնելու տանը, ներկա լինելու, կորցրած ժամանակը հատուցելու համար։ Նարինեն, երբ չորեքշաբթի եկավ աշխատանքի, հազիվ հավատաց փոխակերպմանը։ Նա Ելենային գտավ խոհանոցի սեղանին նստած, իսկական նախաճաշ ուտելիս։ Թարմ մրգեր, տաք հաց, խաշած ձու, բնական հյութ։ Ելենայի դեմքը,
Եդեր նիհար վերջին տառապանքից նշանավորված այլ փայլ ուներ։ Այնտեղ հույս կար, կյանք կար։ Տիկին Ելենա, դուք լավ եք։ Ինչ պատահեց։ Ո՞ր է տիկին Մարինեն։ Ելենան ժպտաց, անկեղծ ժպիտով, որը Նարինեն ամիսներով չէր տեսել։ Ռուբենը ամեն ինչ պարզեց, Նարինե։ Ամեն ինչ։ Մարինեն հեռացավ, հիմա միայն ես որդիս ենք։ Նարինեն զգաց, թե ինչպես են ուրախության արցունքները լցնում իր աչքերը։ Նա զգուշորեն գրկեց Ելենային, գիտակցելով, թե որքան փխրուն էր նա դեռ։ Շնորհակալություն Աստծուն, տիկին Ելենա։ Շնորհակալություն Աստծուն։ Դուք արժանի եք աշխարհի ամբողջ երջանկությանը։ Հաջորդող շաբաթները դանդաղ, բայց մշտական ապաքինման շրջան էին։ Ելենան կրոնականորեն հետում էր սննդաբանի նշանակած դիետային, ընդունում էր բժշկի առաջարկած հավելումները, աստիճանաբար սկսեց քաշ հավաքել։ Նրա ձեռքերը բուժվեցին, ուժերը կամաց-կամաց վերադարձան, նրա աչքերի փայլը օրեցօր ուժեղանում էր։ Ռուբենը միշտ ներկա էր, համոզվելով, որ նա ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է, ամեն գիշեր զրուցում էր նրա հետ, վերամիավորվելով մոր հետ, ում նա այդքան երկար անտեսել էր։ Բժշկի մոտ այդ կարևոր օրվանից մեկ ամիս անց Ելենան արթնացավ, հայելու մեջ նայեց իրեն։ Նա դեռ նիհար էր, դեռ կրում էր տառապանքի նշանները, բայց ինչ-որ այլ բան կար։ Այնտեղ արժանապատվություն կար, ուժ կար, հույս կար։ Նա դիմացել էր ամենավատին, դուրս էր եկել մյուս կողմից։ Ոչ անվնաս, բայց կենդանի։ Եվ ամենակարևորը՝ սիրված։ Նրա որդին վերադարձել էր նրան, ոչ միայն ֆիզիկապես, այլ հուզականորեն։ Եվ դա, Ելենան գիտեր, արժեր այն ամբողջ տառապանքը, որը նա անցել էր։ Որովհետև մոր սերը որդու հանդեպ անվերապահ է, երբ այդ սերը վերջապես ճանաչվում, փոխադարձվում է, աշխարհում ավելի հզոր բուժում չկա։ 3 ամիս էր անցել դոկտոր Հարություն Ասլանյանի կաբինետում տեղի ունեցած այդ փոխակերպող օրվանից։ Կենտրոնի բնակարանն ամբողջությամբ փոխվել էր, ոչ միայն ֆիզիկապես, այլ իր էությամբ։ Պատերը, որոնք նախկինում կարծես տառապանքի լուռ վկաներ էին, այժմ արձագանքում էին ծիծաղով, ջերմ զրույցներով։ Ելենան հավաքել էր կորցրած 15 կիլոգրամից 8-ը, նրա դեմքը վերականգնել էր իր թարմությունը, իսկ աչքերը փայլում էին կենս ունակությամբ, որը շատերը կարծում էին, որ ընդմիշտ կորած էր։ Այդ շաբաթ առավոտյան Ելենան արթնացավ խոհանոցից եկող թարմ սուրճի տաք հացի հոտից։ Նա ժպտաց, ձգվեց հարմարավետ մահճակալին, դանդաղ բարձրացավ, դեռ հարգելով իր ապաքինվող մարմնի սահմանները։ Հագավ փափուկ խալաթը, որը Ռուբենը գնել էր նրա համար, գնաց խոհանոց, որտեղ գտավ իր որդուն, նախաճաշ պատրաստելիս։ Բարի առավոտ, մայրիկ։ Լավ քնեցիք։ Ռուբենը շրջվեց, դեմքին լայն ժպիտ, աչքերը լի անկեղծ քնքշությամբ։ Հրաշալի քնեցի, որդիս։ Ելենան նստեց խոհանոցի սեղանին, նույն սեղանին, որտեղ նախկինում նստում էր ցուրտ հատակին, փչացած մնացորդներ ուտելիս։ Այժմ, սակայն, սեղանը դրված էր սպիտակեղենի սփռոցով, գեղեցիկ ափսեներով, թարմ ու համեղ սննդի բազմազանությամբ։ Ռուբենը սուրճ մատուցեց երկուսի համար, նստեց մոր կողքին։ Այսօր հատուկ օր է, մայրիկ։ Ձեզ համար անակնկալ ունեմ։ Ելենան հետաքրքրությամբ նայեց։ Անակնկալ։ Ինչպիսի։ Անակնկալ։ Ռուբենը խորհրդավոր ժպտաց։ Կտեսնեք նախաճաշից հետո։ Նրանք միասին կերան, զրուցելով օրվա պլանների մասին, թերթում տեսած նորությունների մասին, առօրյայի փոքր մանրամասների մասին, որոնք նախկինում աննկատ էին մնում։ Դա պարզ տեսարան էր, սովորական մարդկանց մեծ մասի համար, բայց Ելենայի համար արտակարգ էր։ Որդու կողքին անցկացրած ամեն հանգիստ պահ մի նվեր էր, որը նա այլս երբեք չէր համարի սովորական։ Նախաճաշից հետո Ռուբենը Ելենային տարավ հյուրասենյակ։ Սուրճի սեղանին դրված էր փաստաթղթերի թղթապանակ, գունավոր թղթով փաթաթված արկղ։ Ելենան հարցական հայացքով նայեց որդուն։ Ինչ է սա։ Ռուբենը խորը շունչ քաշեց, ակնհայտորեն հուզված։ Մայրիկ, վերջին ամիսներին ես շատ եմ մտածել։ Իմ կյանքի, իմ առաջնահերթությունների, այն մասին, թե ինչն է իսկապես կարևոր։ Եվ հասկացա, որ տարիներ եմ անցկացրել մասնագիտական հաջողության, փողի, կարգավիճակի հետից, բայց անտեսել եմ այն, ինչ միշտ ամենակարևորն է եղել։ Դուք։ Այն սերը, որը դուք միշտ անվերապահորեն տվել եք ինձ։ Ելենան զգաց, թե ինչպես են արցունքները սկսում ձավորվել, բայց Ռուբենը շարունակեց։ Այսպիսով, ես մի քանի որոշում կայացրի։
Նախ, բացեց այս թղթապանակը ցույց տվեց փաստաթղթերը, ես հրաժարական տ․6 այն գրասենյակից, որտեղ աշխատում էի։ Այդ տեղն ինձ սպառում էր, օրական 16 ժամ տնից հեռու էր պահում, ինձ հեռացնում էր այն մարդկանցից, ում սիրում եմ։ Ելենան աչքերը լայն բացեց։ Որդիս, դու ստիպված չէիր դա անել։ Քո աշխատանքը կարևոր է։ Ռուբենը գլխով արեց։ Իմ աշխատանքը կարևոր էր, բայց ոչ ավելի կարևոր, քան դուք։ Մի անհանգստացեք, ես արդեն նոր աշխատանք ունեմ։ Ես կաշխատեմ որպես իրավաբանական խորհրդատու, ճկուն ժամերով, հիմնականում տանից աշխատելով։ Ավելի քիչ կվաստակեմ, բայց ժամանակ կունենամ։ Ժամանակ ձեզ հետ անցկացնելու համար, ժամանակ իրականում ապրելու համար։ Ելենան ձեռքերով ծածկեց բերանը, արցունքները հիմա ազատորեն հոսում էին։ Ռուբենը վերցրեց փաթաթված արկղը տվեց նրան։ Եվ սա էլ ձեզ համար է։ Բացեք։ Դողացող ձեռքերով Ելենան բացեց նվերը։ Ներսում նոր լուսանկարների ալբոմ կար, գեղեցիկ մշակված կաշվե կազմով։ Նա բացեց տեսավ, որ Ռուբենը հավաքել էր նրանց երկուսի բոլոր հին լուսանկարները։ Ելենան երիտասարդ, քրտնաջան աշխատող, բայց միշտ ժպտացող իր փոքրիկ որդու կողքին։ Ռուբենը երեխա, գրկած մորը յու։ Լաքանչյուր պատկերում։ Պարզ, բայց սիրով լի ծննդյան տոների լուսանկարներ, համեստ, բայց երջանիկ ամանորներ, սովորական պահեր, որոնք արտակարգ էին մոր-որդու միջ կապի շնորհիվ։ Ալբոմի վերջին էջում կար մի վերջին լուսանկար, որը Ռուբենը արել էր նախորդ շաբաթ։ Ելենան նստած էր բնակարանի պատշգամբում, նայելով ծովին, դեմքին հանգիստ ժպիտ։ Եվ լուսանկարի կողքին Ռուբենը նամակ էր գրել։ Ելենան կարդաց այն, սիրտը սեղմված, յուրաքանչյուր բառ խորը ներթափանցելով նրա հոգին։ Սիրելի մայրիկ, այս նամակը ներողության խնդրանք է խոստում։ Ներողություն, կույր լինելու համար, ձեզ անտեսելու համար, ձեզ չպաշտպանելու համար, երբ ամենից շատ կարիք ունեիք։ Դուք ամեն ինչ զոհաբերեցիք ինձ համար, աշխատեցիք մինչ հոգնություն, ինձ հնարավորություններ տալու համար, ինձ անվերապահորեն սիրեցիք, նույնիսկ երբ արժանի չէի։ Եվ ես այդ սերը հատուցեցի անտեսումով կուրությամբ։ Բայց խոստանում եմ, որ դա այլս երբեք չի կատարվի։ Խոստանում եմ ներկա լինել, խնամել ձեզ, ինչպես դուք եք խնամել ինձ, հարգել այն զոհաբերությունը, որը դուք արել եք։ Դուք իմ հերոսը եք, իմ ոգեշնչումը, իմ հիմքը։ Առանց ձեզ, ես ոչինչ չէի լինի։ Ես ձեզ սիրում եմ ավելին, քան բառերը կարող են արտահայտել։ Ձեր որդին, Ռուբեն։ Ելենան չկարողացավ զսպել հեկեկանքները։ Դրանք մաքուր զգացմունքի, երախտագիտության, սրտից հորթող սիրո արցունքներ էին։ Ռուբենը ծնկի իջավ նրա կողքին գրկեց նրան, երկուսն էլ միասին լացում էին, ազատելով ամիսների ցավը, մեղքը, տառապանքը վերջապես բուժումը։ Որդիս, դու միշտ եղել ես իմ ապրելու պատճառը։ Այն ամենը, ինչ ես անցա, արժեր, որովհետև քեզ հասցրեց այստեղ, մինչ այս պահը։ Ես քեզ ներում եմ ոչ թե այն պատճառով, որ դու ներողության կարիք ունես, այլ այն պատճառով, որ իմ սերը քո հանդեպ երբեք պայմաններ չի ունեցել։ Եվ հիմա մենք միասին ենք, դա է ամենակարևորը։ Նրանք երկար րոպեներ մնացին գրկախառնված, մայր-որդի, վերամիավորված ավելի խորը կերպով, քան երբևէ եղել էին։ Երբ վերջապես բաժանվեցին, Ռուբենի աչքերում հատուկ փայլ կար։ Եվ էլի մի բան կա, մայրիկ։ Հիշում եք ձեր տնակը Արվարձանում, այն, որը դուք վաճառեցիք, երբ եկաք այստեղ ապրելու։ Ելենան գլխով արեց։ Ինչպես կարող էր մոռանալ։ Այն փոքր էր, համեստ, բայց իմն էր։ Ռուբենը ժպտաց։ Ես կարողացա գտնել այն։ Ներկա տերերը պատրաստ են վաճառել։ Եվ ես ուզում եմ այն հետ գնել ձեզ համար։ Ոչ թե այնտեղ ապրելու համար, այլ որպես ապաստան ունենալու համար, որպես մի վայր, որն ամբողջությամբ ձերն է։ Կամ կարող ենք վերանորոգել այն վարձակալել, դուք կօգտագործեք եկամուտը, ինչպես կուզեք։ Ինչ եք կարծում։ Ելենան անբառ մնաց։ Այդ տնակը հետ ստանալու գաղափարը, իր պատմության այդ փոքրիկ կտորը, չափազանց հուզիչ էր մշակելու համար։ Որդիս, սա չափազանց շատ է։ Դու արդեն այնքան բան ես արել։ Ռուբենը բռնեց մոր ձեռքերը։ Մայրիկ, դուք ձեր կյանքն անցկացրիք, ինձ ամեն ինչ տալով։ Հիմա իմ հերթն է հատուցելու։ Թույլ տվեք ինձ դա անել։ Թույլ տվեք ինձ խնամել ձեզ, ինչպես դուք եք արժանի։ Այդ պահին Ելենան հասկացավ, որ անցել է ամբողջական ցիկլ։
Նա ընկել էր հուսահատության ամենախոր անդունդը, կորցրել էր իր արժանապատվությունը, առողջությունը, գրեթե իր կյանքը։ Բայց նա դիմացել էր։ Եվ ոչ միայն դիմացել, այլ դուրս էր եկել մյուս կողմից, ավելի ուժեղ, ավելի գնահատված, ավելի սիրված։ Տառապանքը սարսափելի էր եղել, բայց նպատակ էր ծառայել։ Այն բացել էր Ռուբենի աչքերը, կոտրել էր պատրանքները, բացահայտել էր ճշմարտությունը։ Եվ ճշմարտությունից ծնվել էր ավելի ուժեղ անկեղծ վերամիավորում, քան երբեք ունեցել էին։ Հաջորդող ամիսները էլ ավելի դրական փոփոխություններ բերեցին։ Ռուբենը սկսեց իր նոր աշխատանքը ժամանակի մեծ մասն անցկացնում էր տանը, աշխատելով իր աշխատասենյակից, բայց միշտ հասանելի էր զրուցելու, միասին ճաշելու, պարզապես ներկա լինելու համար։ Ելենան շարունակում էր ապաքինվել, ոչ միայն ֆիզիկապես, այլ հուզականորեն։ Անտեսանելի վերքերն ավելի երկար էին բուժվում, բայց Ռուբենի սիրով աջակցությամբ նա զգում էր, որ վերջապես նորից ամբողջական է դառնում։ Նարինեն շարունակում էր աշխատել բնակարանում, բայց հիմա դինամիկան ամբողջովին տարբեր էր։ Նա Ելենան դարձել էին իսկական ընկերուհիներ, միավորված ընդհանուր փորձով։ Շատ կեսօրներ նրանք անցկացնում էին խոհանոցում զրուցելով, սուրճ խմելով, անցյալի պատմություններից ծիծաղելով։ Ելենան նա սկսեց ավելի շատ դուրս գալ, երակտնելով կենտրոնի ափով զբոսնելու հաճույքը, արայրուկ ընդունելու, պարզապես կենդանի ազատ լինելու հաճույքը։ Ռուբենի ամուսնալուծության գործընթացն ավարտվեց առանց մեծ բարդությունների։ Մարինեն փորձեց պահանջել ալիմենտ գույքի մի մասը, բայց երբ փաստաբանները ներկայացրին բռնության բժշկական ապացույցները, ներառյալ դոկտոր Հարություն Ասլանյանի մանրամասն զեկույցը, նա արագորեն նահանջեց, ընդունելով նվազագույն համաձայնություն, պարզապես հարցն ավարտելու համար։ Ռուբենն այլս երբեք լուրեր չունեցավ նրանից, անկեղծ ասած, բնավ չէր կարոտում նրան։ Նա արժեքավոր դաս էր քաղել այն մասին, որ արտաքինը կարող է խաբուսիկ լինել, ուշադրություն դարձնելու կարողության մասին, մարդկանց կրած դիմակներից այն կողմ տեսնելու մասին։ Բժշկի մոտ այդ կարևոր օրվանից 1 տարի անց Ելենան ամբողջությամբ ապաքինվել էր։ Նա վերադարձել էր իր առողջ քաշին, նրա սպիտակ մազերը փայլում էին, նրա ձեռքերն այլևս չէին դողում։ Բայց ամենակարևորը, նրա ժպիտն անկեղծ էր, նրա աչքերը փայլում էին իսկական ուրախությամբ, նա վերջապես վերականգնել էր իր արժանապատվ ությունը իր պատվավոր տեղը որդու կյանքում։ Մի կիրակի կեսօրին մայրն ու որդին նստած էին բնակարանի պատշգամբում, դիտելով արի մայրամուտը ծովի վրա։ Ելենան բռնում էր Ռուբենի ձեռքը, երկուսն էլ հարմարավետ լռության մեջ էին, պարզապես վայելելով միմյանց ներկայությունը։ Մայրիկ, Ռուբենը կոտրեց լռությունը, շնորհակալ եմ, որ երբեք չհրաժարվեցիք ինձնից։ Նույնիսկ երբ արժանի չէի, նույնիսկ երբ սարսափելի ձախողեցի ձեզ հետ, դուք երբեք չդադարեցիք ինձ սիրել։ Ելենան սեղմեց որդու ձեռքը։ Որդիս, մոր սերը պայմաններ չունի։ Ես կսիրեի քեզ նույնիսկ իմ ամենավատ պահին, նույնիսկ երբ զգում էի, որ ամեն ինչ կորցնում եմ։ Որովհետև դու իմ մի մասն ես, դու իմ ամենամեծ ձեռքբերումն ես, իմ գոյության պատճառը։ Եվ հիմա, տեսնելով քեզ իմ կողքին, տեսնելով այն հրաշալի մարդուն, որը դու դարձել ես ոչ միայն մասնագիտորեն, այլ որպես մարդ, գիտեմ, որ ամեն ինչ արժեր։ Ռուբենն աչքերում արցունքներ զգաց, բայց դրանք երախտագիտության արցունքներ էին, ոչ թե տխրության։ Նա այդ տարի այնքան բան էր սովորել։ Նա սովորել էր առաջնահերթությունների մասին, իսկական սիրո մասին, ներկա լինելու արժեքի մասին։ Նա սովորել էր, որ հաջողությունը չի չափվում միայն մասնագիտական ձեռքբերումներով կամ սոցիալական կարգավիճակով, այլ նշանակալի հարաբերություններով, կիսված պահերով, գործողություններով ցուցաբերված սիրով, ոչ միայն բառերով։ Արը մտավ հորիզոնում, երկինքը նկարելով նարնջագույն, վարդագույն մանուշակագույն երանգներով։ Դա գեղեցիկ տեսարան էր, բայց Ելենայի Ռուբենի համար իսկական գեղեցկությունն այնտեղ էր, այդ խորը կապի պահին, այն սիրո մեջ, որը փորձվել էր, կոտրվել, վերակառուցվել ավելի ուժեղ, քան երբեք։ Նրանք անցել էին փոթորիկի միջով դուրս էին եկել մյուս կողմից, ոչ անվնաս, բայց ավելի միասնական, ավելի գիտակից միմյանց արժեքի մասին, ավելի երախտապարտ յուրաքանչյուր պահի համար միասին։ Սա Ելենայի Ռուբենի պատմությունն է, տառապանքի փրկության, ձախողումների ներողամտության, սիրո մասին, որը պահպանվում է նույնիսկ ամենամութ հանգամանքներում։ Դա հիշեցում է, որ երբեք ուշ չէ մեր սխալները շտկելու, աչքերը բացելու, իրականում կարևոր մարդկանց առաջին տեղում դնելու համար։ Եվ դա մոր որդու միջ սիրո տոնակատարությունն է, սեր, որը, երբ իսկական է սնուցված, կարող է հաղթահարել ցանկացած խոչընդոտ, բուժել ցանկացած վերք լույս բերել նույնիսկ ամենախոր մթությանը։
Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Ելենայի Ռուբենի պատմությունը խորապես դիպել է ձեր սրտերին։ Այս պատմությունը հիշեցնում է մեզ սիրելի մարդկանց վրա ուշադրություն դարձնելու կարողության մասին, երբեք թույլ չտալու, որ աշխատանքը կամ այլ շեղումները կուրացնեն մեզ ամենամոտ գտնվողների տառապանքի հանդեպ։ Եթե այս պատմությունը արձագանքեց ձեզ, հրավիրում ենք բաժանորդագրվել մեր ալիքին ամենօրյա պատմություններ ստանալու համար, որոնք ուսումնասիրում են մարդկային հարաբերությունների բարդությունը, որոնք տոնում են սերը, ներողամտությունը, մարդկային ոգու տոկունությունը։ Թողեք ձեր լայքը, որպեսզի կարողանանք շարունակել բերել այնպիսի բովանդակություն, որը հուզում է մտածելու տեղիք տալիս։ Եվ մեկնաբանություններում կիսվեք ձեր սեփական փորձով, ձեր մտորումներով այս պատմության մասին։ Արդյոք դուք երբե հայտնվել եք այնպիսի իրավիճակներով, որտեղ ստիպված եք եղել աչքերը բացել մի բանի վրա, որը հենց ձեր առջ էր, բայց չէիք կարողանում տեսնել։ Կամ գուցե ճանաչում եք մեկին, ով, ինչպես Ելենան, տառապել է լռության մեջ։ Ձեր պատմությունները կարևոր են, մենք ուզում ենք դրանք լսել։ Հատուկ երկացանք, նմանապես հուզիչ պատմություններով, հասանելի է այստեղ, ձախ կողմում, ընտանիքի, սիրո, հաղթահարման փրկության մասին պատմություններ։ Մի բաց թողեք մեր հաջորդ բովանդակությունը, որտեղ մենք կշարունակենք ուսումնասիրել մարդկային փորձի խորքերը։ Մինչ հաջորդ պատմությունը, միշտ հիշեք հոգ տանել նրանց մասին, ում սիրում եք, ներկա լինել, տեսնել արտաքին տեսքից այն կողմ։ Որովհետև իսկական սերը, հատկապես ծնողների երեխաների միջ սերը, ամենաթանկարժեք բարիքն է, որ մենք ունենք այս կյանքում։